Բարև ձեզ, իմ զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան։ Բարև ձեզ։ Այսօրվա Հայաստանում ինչն է ամենաշատը ձեզ անհանգստացնում եւ ինչն է ամենաշատ ուրախացնում։ Անհանգստացնում է մեր իշխանությունների եւ ընդդիմության ոչ պրոֆեսիոնալ, ոչ ազգային լինելը եւ ոչ թիրախ են դարձրել մեր ամենակարևոր կառույցները եւ արժեքները։ Իսկ ուրախացնող թերևս այն է, որ անկախ այդ թիրախավորումից նորմալ սերունդ է գալիս, որին չի կարողանում պղծել անգամ թիրախավորած իշխանությունը եւ ընդդիմությունը։ Դա ասում եք նաեւ որպես դասախոս, որ առնչվում եք անընդհատ ուսանողների հետ։ Այո, հենց որպես դասախոս, որ առնչվում եմ եւ տեսնում եմ, թե ինչքան լավ ներս ունեն իրենք եւ ինչքան խեղճ երեխեքի գլուխ ինչքան աղբ են լցրել եւ ինչքան փորձել են այլ արժեքների ուղղությամբ տանել, ինչ կարգին որակ կա այնուամենայնիվ մարդկային որակ։ Մեծ իմաստով ինչ են ուզում իրենք ապագայից, ինչպիսի Հայաստանում են ուզում ապրել։ Ցավալի պահն ասեմ, հետո ուրախալին, ցավալին այն է, որ մի զգալի հատված հույս չի կապում Հայաստանի հետ։ Ուզում են գիտելիք ստանալ եւ իրացնել դրսում։ Եվ իրացվել, հենց իրենք էլ իրացվել դրսում, ոչ միայն գնան, այլ նաեւ իրենց գիտելիքն իրացնեն դրսում։ Իսկ ուրախալին այն է, որ մեծամասնությունը ծնվել է Հայաստանում եւ այլ տիպի անձնագիր չի տեսել վրան ՍՍՍՐ գրած։ Իրենք այլ բան չեն պատկերացնում, քան Հայաստանի պետականության մեջ ապրելը։ Այսինքն դա նրանց համար կենսակերպ է դարձել, թթվածին է դարձել։ Այնպես որ ամեն ինչ մռայլ չէ, ինչքան էլ փորձում են մթագնեն մեր ապագան եւ Հայաստանին շատ էլ լավ լուսավոր ապագա է սպասում, եթե չափազանց վատ քայլեր չկատարենք, եթե չափազանց տգետ չլինենք, ինչպես մեր նախնիներն եղան։ Հասուն հասարակության նշանները որոնք են ըստ ձեզ եւ հակառակը։ Եկեք ճշտում անենք, որ մենք չունենք դեռ հասարակություն։ Իհարկե ես երջանիկ կլինեի, եթե գիտական իմաստով եք ասում, երջանիկ կլինեի, որ մենք ունենայինք հասարակություն։ Մենք ունենք շատ լավ ժողովուրդ, որի միջից արդեն մի զգալի հատված քաղաքացի է դառնում։ Այսինքն հասարակությունը բաղկացած է քաղաքացիներից, իսկ հասուն հասարակությունը առավել եւս ընդհանուր արժեքներով մերվածն է, հասուն հասարակությունը, որ ունի ընդհանուր արժեքներ, տաբուներ ունի, որ ունի իդեալներ։ Մեր հասարակությունը, մեր ժողովուրդը առայժմ եւ հասարակության սաղմերը ցավոք սրտի դեռ չունեն ընդհանուր արժեքները եւ չունեն ընդհանուր տաբուները, ինչը չի կարելի։ Դրա լավագույն վկայությունը, ամենալավ բարոմետրը, այդ լակմուսի թուղթը մեր սոցիալական ցանցերն են։ Մենք չունենք դե արժեքները չունենք։ Յուրաքանչյուրն իր համար ունի, այսինքն մենք կոտորակված ենք, ատոմիզացված ժողովուրդ ենք հիմա մենք դարձել։ Ամբողջ աշխարհում չի հիմա այդպես։ Ոչ, ամբողջ աշխարհում չէ։ Ամբողջ աշխարհում գաղափարական ճգնաժամ կա, դա հստակ երևում է, որովհետև հասել են մի կետի զարգացած երկրներում, որից այն կողմ անորոշություն է։ Դա մշտապես եղել է։ Ամեն անգամ արդյունաբերական հեղափոխությունների ժամանակ, իսկ մենք 4 արդյունաբերական հեղափոխություն ենք ունեցել մարդկություն, գոնե եվրոպական հատվածում, մեզ էլ եթե համարենք արևմտյան քաղաքակրթության ետնապահ մի մասնիկը, ամեն անգամ ցնցումներ են եղել, ամեն անգամ այս անորոշությունը եղել է։ Դեկադանսը ինչի համար էր, ինչի ծնունդ էր, երբ որ անորոշ էր, լավ, պատերազմ, ամեն ինչ փլվեց, ինչի համար ենք ապրում։ Ուղենիշերի բացակայություն։ Հիմա երբ որ կկարողանան հետևից հասնել, նոր կգտնվեն նոր իդեալները, դեռևս իդեալներ գտնված չեն։ Տեսեք, ասենք հիմա քաղաքականության մեջ էլ այդ նույնը կարող եք տեսնել։ Տրամփն ասում է Պանաման եմ ուզում, Կանադան եմ ուզում, Գրենլանդիան եմ ուզում, Պուտինն ասում է Ուկրաինայի ինչ մասն եմ ուզում, Ադրբեջանն ասում է Միջանցք եմ ուզում, բոլորն ինչ որ բան են ուզում։ Պայմանավորվածությունները նախկին խախտված են։ Խախտված են ոչ միայն նրա համար, որ սառը պատերազմում պարտված ռուսական կողմը ռազմատուգանք պիտի վճարի, 90-ական թվականների սկզբից այս կողմից մի պա, որպեսզի առանց ցնցումների լինեն, թույլ տրվեց, որ այսպես գնա, բռնկումները մոլորակի տարբեր անկյուններում լինեն, այնտեղ պատերազմեն, բայց ոչ երբեք այսպես հենց Եվրոպայի սրտում պատերազմ լինի։ Մի անգամ այդպես եղավ 21-րդ դարը հենց այդպես էլ մուտք գործեցին, երբ որ խաղաղ Եվրոպայում Բելգրադն ռմբակոծվեց, քաղաքակիրթ եվրոպական ուժերի կողմից։ Որ այս տրամաբանությունը հաստատ ճշգրիտ գործում է, կարող ենք հետ գնալ, տեսեք, երբ որ սեպագիր էր գիրը, մարդիկ ձախից աջ, որտեղ այդպես ավելի հեշտ էր։
Հետո մտածողություն փոխվեց, երբ որ մագաղաթն ու գիրն եկան, հնչյունական գիր, այնտեղ բաղաձայններ չէին գրում, այստեղ հնչյունական գրի ժամանակ սկսեցին գրել, որովհետև տեղի եւ աշխատուժի խնդիր այլևս չկար։ Մտածողություն է փոխվում։ Մենք դեռևս մեր ստեղծած արհեստական բանականության, մարդկության ստեղծած արհեստական բանականության թվայնացված աշխարհի ետևից դեռ չենք հասել։ Դրա համար այս ցնցումը կա, այս անորոշությունը կա, եւ դրանք անպայման դրսեւորվում են, չի եղել մի անգամ, որ չդրսեւորվեն եւ պայթյուններ չլինեն մոլորակում ցանկացած արդյունաբերական հեղափոխությունից հետո։ Այն որ աշխարհում նորից սկսել են իշխանության գալ աճերը, ազգային ուժերը կամ առաջնորդները, դուք համընդհանուր այսպես բացատրություն ունեք դրա, թե դրանք զուտ առանձին երևույթներ են։ Ցանկացած պատմաբան ձեզ կասի, պատմությունը չի զարգանում միագից, ցիկլերով է զարգանում եւ զիգզագներով։ Այդպես արդյոք խոշոր անհատականություններ չէին, դրական թե բացական իմաստով երկրորդական, ասենք գեներալ Ֆրանկոն, Ադոլֆ Հիտլերը, Ուինստոն Չերչիլը, Յոսեֆ Ստալինը, Մուսոլինին, հա, տեսեք դրանք էլ միաժամանակ են իշխանության։ Միշտ այդպես է լինում, դրանց ժամանակն անցավ, եկան մյուսները։ Հիմա սրան ճգնաժամ է ստեղծվել, հա, ճգնաժամ կա եւ այդ ճգնաժամն առաջնորդին գաղափարական ճգնաժամն է։ Եվ հիմա մենք էլ եթե այդ գաղափարական ճգնաժամի վրա ավելացնում ենք մեր այս գավառական մոտեցումները եւ իշխանության եւ ընդդիմության առաջնորդին իշխանության կողմից, հա, ամեն ինչին գեղցու, հա, կերպ մոտենալով ավելի անորոշության մեջ են գցում։ Դա է պատճառներից մեկը քիչ առաջ որ ասացի ատոմիզացված է մեր ժողովուրդը։ Ամեն մեկն իր համար է դողում, իր մասին է մտածում։ Օտարված է, հոգեբանության մեջ կա այդպիսի տերմին օտարում։ Մենք օտարված ենք մեր հայրենիքից։ Չի կարելի դա թույլ տալ, որովհետև վաղը կխխմվի, ամեն ինչ իր տեղը կգա եւ մենք կտեսնենք, որ ինչպես Վանտերյանն էր ասում, զուրեին մեր ջանքերը։ Երկար տարիներ, ամենատիպս վերջին տարիներին այդ անհատի վրա կառուցված գաղափարախոսություններ, չէ՞ որ անհատն է կարևոր, դու ամեն տեղ էլ կարող ես լինել, քո արժեքները պաշտպանել, ապրել, ստեղծագործել եւ այլն, բայց հիմա երբ նորից իշխանության են գալիս աճերը, ազգային մոտեցումները, այսպես ասած նորից պահանջարկ են ստանում, մարդիկ վերադառնում են այդ կոլեկտիվին, ընդհանուրին, այդ անհատականից, այդպես կարող ենք բացատրել, թե ոչ։ Ուղիղ հակառակը ծայրահեղ աճերը նրանք անհատապաշտ են։ Այսպես կոլեկտիվ զգացողությունը կորչում է։ Բայց չէ՞ որ այդտեղ նաև ազգայինի գաղափարը կա։ Ազգայինի գաղափարը միշտ էլ կա, ինչքան էլ որ փորձեն ճնշել, դա Աստծո ստեղծած բան է եւ Աստված կարող է վերացնել։ Մենք սովորական ողորմելի կոմունիստ կդառնանք, մարքսիստ կդառնանք, եթե ասենք պատմականորեն ստեղծված բաներ են եւ պատմականորեն էլ վերանալու են ազգերը։ Որքան ազգեր վերանում են, գրեթե նույնքան էլ ծնվում են նոր ազգեր։ Այ հենց հիմա մեր աչքի առաջ ծնվում է ուկրաինական ազգ ժողովուրդ կար, հարց չկա, բայց կծնվի թե չի ծնվի թե վաղաժամ վիժում կլինի, չգիտենք, բայց ծնվում են նոր ազգեր։ Մեր կողքին հենց ադրբեջանցի ազգ է ծնվում։ Շատ վտանգավոր մի բան։ Իսկ երիտասարդները շատ ավելի գիշատիչ են լինում։ Մենք ինչպես կարող ենք մեր քաղաքակրթության բարձունքից դիմակայել կամ մրցակցել այդ երիտասարդ եւ վայրի ազգի հետ։ Երիտասարդներն ավելի ավյունով են լինում եւ քիչ մտածող։ Անհատները, տեսեք, ասացի Մուսոլինի կոլեկտիվիզմ էր, չէ՞, կամ Հիտլեր, կոլեկտիվիզմ, Չերչիլ, Ստալին, Ռուզվելտի նման մեծ անհատականություն։ Անձերով շատ բան է պայմանավորված, դրանք երբեք չեն կորչի։ Ընդհակառակը դաչակողմյան ազգայնական ուժերը ավելի անհատապաշտ են լինում։ Հիմա էլ տեսեք մենք դրա կարոտն ունենք։ Եթե մեր սոցիալական ցանցերը նայեք, ամենահաճախ հիշատակվող բառը, անունը Նժդեհի անունն է։ Եվ դա հրաշալի է։ Այսինքն մենք աշխարհի շնչառությանը համաչափ ենք շնչում։ Եվ քանի որ ներկայի մեջ դեռևս չենք կարողանում գտնել մեր իդեալներն ամբողջացնող կերպավորողին, հայացքի հետ ենք նետում դեպի պատմություն։ Պատմությունից ենք ոգեկոչում Նժդեհին։ Ու անկախ մեզանից դա ծնվելու է։ Հիմա կլինի Նժդեհի մեծության դժվար թե լինի այդպիսի մի բան, որտեղ դրանք եզակի են լինում ամբողջ պատմության մեջ, բայց նրա արժեքները կրողներ կծնվեն, կլինեն։ Հուսալվել պետք չէ։ Ես անդադ շատ սիրում եմ Նժդեհի այդ խոսքը հիշել, երբ Անդրանիկ Զորավարի, Անդրանիկ Կոզանյանի մասին ասում էր, այ, երբ որ օրհասական վիճակ է, մի հատ սովորական հյուսն կարող է դառնալ Անդրանիկ Զորավար։ Եվ մենք հիմա մերձ օրհասական վիճակի առջև ենք գտնվում եւ ոչ միայն մենք։ Տարածաշրջանի ժողովուրդները վտանգված են։ Մենք շանս ունենք
անկորուս դուրս գալու, սա պիտի լինի խնդիրը։ Խնդիրը ձևակերպելն ամենակարևոր բանն է, քան խնդրին տարբեր լուծումներ տալը։ Առաջնորդին պիտի հասկանանք ինչ խնդիր կա, մերոնք ոնց որ թե չեն հասկանում, ցավոք սրտի։ Հիմա շատ ընդունված է եւ այդ պոպուլիստական մոտեցումը խոսել ժողովրդի անունից, չէ՞։ Յուրաքանչյուր ուժ ասում է ժողովուրդը սա է ասում, ժողովուրդը սա է ուզում։ Ժողովուրդ տերմինը ինչ բնորոշում ունի ձեզ համար։ Վայ Երանի իմանայի, որ այդ հարցն եք տալու, ինձ հետ կբերեի Հովհաննես Թումանյանի 1907 թվականին գրած նյութը, հոդվածը, բանաստեղծությունը թողել է, հեքիաթը թողել է մեր Թումանյանը, հա, կարյակները թողել է, հոդված է գրել մարդ, հենց բառացին դուք կրկնեցիք Թումանյանին, ժողովրդի անունից են խոսում, ժողովուրդը ձեզ կդատի, ժողովուրդը մեզ հետ է, ժողովրդին դուք թալանում եք, հա, այսպես ժողովրդի անունից պետք չէ, նախ բարոյական իրավունք վաստակել է պետք մարդկանց թեկուզ փոքր խմբի անունից խոսելու համար, իսկ մենք քանի որ բարոյականությունն անգամ գլխի վրա շրջել ենք, բարոյականությունը, որ ինքը հոգևոր կատեգորիա է, բանական կատեգորիա է, մենք ընկալում ենք այսօր բացառապես ֆիզիկական կատեգորիա որպես, հա, լևի գնաց ուրեմն անբարոյական է, բայց որ ընկերոջը գցեց, այդ մասին խոսք չկա։ Իսկ որ ժողովրդի անունից են խոսում, վատ են անում։ Ինչու կրկնեմ, որտեղ անբարոյական են։ Իսկ ժողովուրդը ինչ է, ժողովուրդը ինչ որ բանով կամ ժողովուրդը ազգի նախահիմքն է, ազգը շատ ավելի բարձր կատեգորիա է։ Գենոտիպով նույնական եւ իրենք իրենց այդպես իդենտիֆիկացնող, նույնականացնող մարդկանց խումբ են։ Դա է ժողովուրդը։ Իսկ եթե արդեն ազգի մակարդակի է բարձրացած, ուրեմն ունի միասնական իդեալներ։ Գուցե երանգային տարբերություններով, բայց գունային նույնություն ունի։ Այսինքն, եթե ընդհանուր իդեալներ ունեն, ժողովուրդը արդեն ազգ է դառնում։ Այո, որը ունակ է պետություն ունենալու։ Հիմա սահմանման մեջ այսպես է, չգիտեմ ցավոք սրտի թե բարեբախտաբար, ազգեր են նրանք, որոնք պետականություն ունեն։ Բացեք սովետական հանրագիտարանը, նայեք, մենք թվում է, որ մենք շատ հին ազգ ենք, բայց սովետական հանրագիտարանում գրված էր, որ մենք ազգություն ենք, ազգ չենք։ Եվ ճիշտ է գրված, գիտեք, պետություն ունեցողը մենակ բարոյական իրավունք ունի կոչվելու ազգ։ Եթե դու այն արժանավորությունը չես ունեցել, որ կարողանաս պետություն ստեղծել, ուրեմն գնա ֆուտբոլի երկրորդ լիգայում խաղալու։ Հիմա մենք չունենք պետություն։ Մենք ունենք պետություն, ով ասաց չունենք։ Ես սոսկում եմ, որ շատերը իրենց խելոքի տեղ դրած ասում են պետություն չունենք։ Գիտեք դա ինչի նման է։ Հիվանդ մոր նման։ Եթե մայրդ հիվանդ է, ասում ես վերջ մեռել է, ոչ ամեն ինչ պիտի անես, որպեսզի բուժես նրան։ Ամենավատ, ամենաթույլ պետականությունն անգամ անհամեմատելի է պետականության չգոյության հետ։ Չի կարելի չդողալ նրա վրա ինչը մենք ունենք։ Ընդհակառակը մենք պարտավոր ենք դրա բարելավման, առողջացման մասին մտածել։ Ինչպես ավետարանում է ասված, հա, Հիսուսի մասին, որդի եւ Տեր Դավթի։ Ինքը միևնույն ժամանակ եւ Դավթի Տերն է եւ Դավթից սերվածն է, որդին է նրա։ Մենք էլ մեր պետության ոչ միայն զավակները պիտի լինենք, այլ Տիրոջ զգացողությամբ մենք Տերն ենք պետությանը։ Գիտեմ, այն օրը անկերոջս հետ զրուցում էինք, երևի կոպիտ ստացվեց։ Ասում եմ, այս ԿՊ Նիկոլ բան, հա, այդ տղերքը ոչինչ չեն կորցրել, գիտեք, իրենցից ոչինչ չեն գրավել։ Ինձնից են հայրենիք գրավել։ Որտեղ իրանք հայրենիք չունեին։ Ինչը պիտի գրաված լինեն։ Իրենք պատրաստ են այս մնացած մասն էլ առուծակի աճուրդի առարկա դարձնել։ Բարախաղով զբաղվել։ Այո, ես եմ կորցրել։ Իրենք չեն էլ ունեցել որ կորցնեն։ Հիշում եք մի հատ էլ Անդրանիկ Միրանյան կար։ Մի քանի տարի առաջ ասում էր. «Ամաչում եմ, որ ես հայ եմ»։ Ո՞վ ասաց, որ դու հայ ես։ Հələ որ մի հատ էլ ամաչես։ Դե եկեք մենք սահմանենք, հələ հասկանանք ինչ է այդ հայը, այդ պետությունը, այդ հայրենիքը։ Թե չէ Շեքսպիրը ոնց էր ասում, ճանաչում ես Հորացիո Գոմաղբի ճանճին։ Հիմա Գոմաղբի ճանճի նման վեր կացած ասում ենք հայրենիքը պետությունն է, ոչ։ Այնքան տգետ ենք, որ չենք հասկանում, հայրենիքը ինչպես ամեն բան երաստիճան է լինում։ Մենք էլ ենք երաստիճան, ունենք ֆիզիկական սկիզբ, ունենք բանական սկիզբ եւ ունենք հոգեվոր սկիզբ։ Եթե մենք քառակուսի կիլոմետրերով չափում ենք հայրենիքը, ուրեմն քառակուսի կիլոմետրերի մեջ էլ ամփոփված է մեր ուղեղը, ուրեմն մեր ուղեղը քառակուսի է պարզապես։ Դա ողորմելի թշվառականի մտածողություն է։ Այդ դեպքում վարեք թափեք Վահան Տերյանին, խորենացուն բոլորին վարեք թափեք, որովհետև նրանք ուրիշ տիպի հայրենիք են ունեցել։ Պետություն չունենալով չեղած պետության քաղաքացին են եղել։ Մենք հիմա ուղղակի ունենք ողորմելի ընտրանի, վերնախավ, լինի իշխանական կամ ընդդիմադիր, որովհետև որևէ տեղից շատ եմ ուզում լսել այն խոսքը, տեսնել այդ խոսքից բխած գործը, որը կտանի
արժանապատվության, որը կտանի բարոյականության, որը կտանի ուժի հզորացման, այսինքն արժեքների կտանի, չէ՞, մենք արժեքների ուղղությամբ չենք գնում։ Մենք ուղղակի այն ողորմելի ձկնորսների նման ջուր ենք պղտորում ձուկ որսալու։ Ձուկն էլ մենակ լափեն եւ երեք եւ այսօր պետք է այնպես անել, որ վաղ այդպես չլինի։ Միայն այս ներքևի մասի ստամոքսինը չլինենք էլի, մենակ այս ֆիզիկականը չլինենք էլի։ Բայց մենք առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք։ Ոնց էր ասում Հիսուսը, ասում էր, քանդեք այս տաճարը 3 օրում կսարքեմ։ Տգետեին պատկերացրեցին, որ ասում էր Սողոմոնի տաճարի մասին, ոչ, այս տաճարի, այս ֆիզիկականի, դա միշտ վերականգնելի է, այլ հոգևոր եւ բանական մակարդակների կորուստներն են, որ անվերականգնելի են։ Պարոն Հարապետյան, մարդկանց հետ ընդհանրապես հոգևոր բաներից խոսելուց առաջ չպիտի կերակրել այդ մարդկանց։ Այո, Ռուբեն Ախվերդյանը այնքան լավ է ասում, եթե Աստված մեզ թևեր չի պարգևել, նաև չի պարտադրել առնետի պես սատկել։ Բա ասում ենք քրիստոնյա ենք։ Չէ՞ որ ասվեց ոչ միայն հացիվ, չբացառվեց հացը, Քրիստոսն ասաց, չէ՞։ Չբացառեց հացը, բայց ախր մենակ դրանով չէ, եթե միայն դրանով է, մենք անասունն ենք դառնում։ Եվ դարձել են, գիտեք, այդ ժողովրդային մտածողության մեջ, տեսեք ազգային չի ուզենա ասել։ Ժողովրդային մտածողության մեջ դարձել ենք, ասում ենք, որտեղ հաց, այնտեղ կաց, այնտեղ մնա։ Այդպես եթե կովը, ոչխարը, չգիտեմ, ձին խոսել իմանային, նրանք կասեն, որտեղ խոտը փարթամ է, այնտեղ արածիր։ Այսինքն մենք միայն դա ենք։ Եթե միայն դա է, շատ մեղք են։ Գիտեք նշտերն ինչ էր նշտեր, նրա մասին հուշերում այսպեսի մի բան կա։ Ասում են դուրս ծածես մի հատ մուրացկան, մի հատ բան ուներ, Եվրոպայում էր արդեն։ Մի հատ աշնանային վերարկու ուներ ընդամենը։ Այդ ծրտին պիտի գնանք հանդիպման։ Ասում է հանեց դա տվեց, փող չուներ տալու, դա տվեց։ Նժդեհը հիմար էր, չէ ինքը չէր կարող չտալ իր վերարկուն ուզողին։ Այսինքն ոչ միայն հացով է ապրում, ոչ միայն այդ վերարկուով, ոչ միայն նյութականով է ապրում։ Ոչինչ որ մի քիչ մրսած կգնար, ոչինչ որ այդ ձմեռն առանց վերարկուի կանցկացներ, բայց իր մարդ տեսակը չէր կորցնի։ Մենք այստեղ Հայաստանում այսօր արժեքների ճգնաժամ է, եւ եթե պատերազմ կա, ապա տեսակների պատերազմ է։ Այո, այսօր Հայաստանում ընթանում է տեսակների պատերազմ։ Եվ ինչպես Լորենս Արաբացին էր շատ լավ տեսել դա մեր մեջ։ Այդ ստոր միջինը գրողի ծոսն է ուղարկում մեր ազնվատոհմությունը։ Սրանից է պետք վախենալ։ Մեծամասնությունն է չէ ընտրում։ Այո։ Բայց մեծամասնությունը չի կարող միշտ ճիշտ լինել եւ հաճախ մեծամասնությունը սխալ է լինում։ Այո։ Այդպես շատ գեղեցիկ ասել էր Ուինստոն Չերչիլը, որ սովորական այդ ընտրողների հետ գեժամ խոսելուց հետո հասկանում թե դեմոկրատիան ինչ վատ բան է, բայց դրանից լավ բան դեռևս մարդկությունը չի ստեղծել։ Ուրիշ բան կարող եք առաջարկել։ Այդ գյուտը արված չէ, թե ինչպես հանկարծ նախիրը չորոշի հանճարների ճակատագիրը։ Այդպես բոլորին են խարույկի վրա վառել, կախաղան բարձրացրել։ 70 տարի Նժդեհի ու Արամ Մանուկյանի մասին աղբով լցրել մեր գրադարակները, հայհոյել նրանց, գնդակահարվածին մեկ անգամ էլ հետմա ու գնդակահարել։ Բայց միևնույն է, տեսեք, դրանք կորչեն եւ պատմությունը շատ, ինչպես Չարենցն է ասում, հանճարեղ բժիշկ է։ Ինքը այսպես մաղի միջով կանցկացնի եւ կթողնի նրանց։ Էլի անցածտեսեք Կոստան Զարյանի մասին ոչինչ չգիտեինք մենք սովետական դպրոցում։ Ասում են ավ է, այդ ինչ է նավը լեռան վրա, մի հատ էլ կտրտած սովետում տպվել էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ նրանց անունները ովքեր որ կային, ողորմելի թշվառականներ են սովետահայ գրողների 90%-ից ավելին, այնտեղից հատուկ են մարդիկ են մնալու 100 տարի հետո։ Բայց Կոստան Զարյանը միշտ մնալու է։ Մուշեղ իշխանի անունը չկար, մեր դասագրքերում չկային։ Մենակ Արթուր Մեշյանն էր երգում նրա բառերով, շատ գեղեցիկ երգում, ինչ որ ստեղծագործություններ, բայց վերջ չկար։ Բայց Մուշեղ իշխանը կմնա, եւ նրա կողքին ողորմելի ստահակները կկորչեն, որոնց առաջի հատորի առաջին էջը բացում ես եւ Լենինով է սկսվում։ Այնպես որ ժամանակի հերոսն ուրիշ է, այ Երանի էլի մենք այդ արժեքային համակարգը կարողանայինք ունենալ, հոսներ ունեն, օրինակ իրենց չքնաղ հանճարեղ մի պոետ ունեն, Լերմոնտովը, որը վիպակ գրեց նույնիսկ, մեր ժամանակի հերոսը։ Այսինքն կան ժամանակի հերոսներ եւ հերոս բառը պղծածներ, ինչպես մեր իշխանությունները պղծեցին, եւ դրանից առաջ եղած իշխանությունները,
մեր գիտակցությունը թիրախավորելով ու գնդակահարելով, եւ կան անժամանակյա հերոսներ։ Դուք պատկերացնում եք ինչ որ մի հատ թեկուզ հանճարեղ հայ մարդ, ասենք մեր պետության ղեկավար է դարձել, որ այնքան մեծ լիներ, որ իրավունք ունենար, ասենք Դավիթ Բեկին ազգային հերոսի կոչում տար, կամ Անդրանիկ Զորավարին էլ չեմ ասում Գարեգին Նժդեհին հերոսի կոչում տալ։ Հերոսի կոչում տալիս է ժողովրդի հավաքական բնազդը, հավաքական գիտակցությունը, ժամանակի մեծ կտրվածքով, երբ որ այդ մաղն աշխատում է եւ աղբը մաղվում է, եւ տակն ինչ է մնում։ Տակը մնում է մի հատ Դավիթ Բեկ, մի հատ Մղթար Սվարապետ, այս սրանք են մեր հերոսները։ Ինչ որ միլիոնատեր հենց մենակ Հայաստանին ինչ որ փող տալու համար կարող է դառնալ ազգային հերոս։ Կամ հետո ազգային հերոս, հետո բանտերը լցվել։ Նիկոլը բռերով տվեց չէ ազգային հերոսի կոչում ինչ որ մարդկանց։ Այդ սովետական ատավիզմը, այդ զզվելի բանը պետք է վերացնել, բայց դա չեմ ասում, որ սա արեցինք ամեն ինչ լավ կլինի։ Տեսնում եք, հենց այդ մեր գիտակցությունն է թիրախավորված։ Մենք գնում ենք աշխարհի հետ միասին ուզում ենք գնալ առաջ, ժամանակակից աշխարհի մտայնության մեջ լինել, մեզ sense քաշում են, ասում են, չէ, հետարի սովետի մտածողության դաշտը։ Ժամանակակից աշխարհը ինչ մտայնություն ունի։ Ժամանակակից աշխարհն էլ քաոսի մեջ է հիմա։ Այո, քաոսի մեջ է, միշտ ասացի, չէ, ցիկլային կրկնվում է դա։ Սինուսոիդի նման բարձրանում եւ իշխում է։ Այո, քաոսի մեջ է, բայց դա չի նշանակում, որ մշտապես քաոսի մեջ է լինելու։ Այդ դեպքում խնդրեմ, եկեք մտածենք։ Այս պահին քաոսի, երբ աշխարհն է քաոսի մեջ, երբ աշխարհն է խելագարված, մեր գերագույն խնդիրը ո՞րն է լինելու։ Այ մեր գերագույն խնդիրը ըստ իս գուցե սխալվում եմ։ Այս քաոսին ոտնատակ չգնալը, ապրել մինչև լուսաբաց։ Անճարեղ մի չքնաղ պատմվածք ունի Մշակ Գալշյանը, կոչվում է Միայնակ ծառը։ Արևին հավատալ է պետք։ Մենք չենք հավատում լուսաբացին։ Այսով ինչ կա, ալավնանենք ու թռնենք։ Այդպես մտածել ենք։ Լավ սովետի ժամանակ հասկանալ էր օտարի պետություն էր, բայց հիմա ինչ եք թալանում, չէ՞ որ մեր պետությունն է։ Այն էլ թալանում են ոչ թե նյութականի մասին չեմ ասում միայն։ Մեր ժողովրդի ապագան են թալանում։ Ու հետո գոռում ապագա կա, դա ցինիզմի բարձրակետ է ուղղակի։ Ապագան եթե մեր մեջ չկա, իրական կյանքում չի լինելու։ Մեզանում տարածված ամենավտանգավոր միֆերը որոնք են։ Որ մենք ամենան ենք, ես կուզենայի Եղիշե Չարենցի նման մտածել, որ մենք սովորական ազգ ենք, սովորական ցանկություններով, պարզապես չընկնել նիհիլիզմի մեջ, մի կողմից ասում ենք մենք առաջինն ենք, բայց հակառակ ծայրահեղությունն էլ կա։ Ապրեք, այ դուք փուճու ժամանակ երևի ճոճանակ նստել եք, ամենահավեսը ոչ թե այս ծայրում կոնստանտ հաստատում վիճակում եւ այս ծայրում հաստատում վիճակում պահելն էր, այլ հենց այդ ընթացքն էր։ Իհարկե ծայրահեղություններն ամենասոսկալի բաներն են։ Մեկ որ ամենաողորմելի, մենք ապրելու ազգ չենք, թափելու բան ենք։ Մենք չենք որոշում, ամեն ինչ որոշված է։ Եվ մեկ էլ որ մենք որ կանք դուք ուր եք, մենք ենք որ կանք, մեզ վրա դրեք դրույքը։ Այդ ծայրահեղությունները շատ վատ են։ Շատ վատ է, ամենատարածված բանը եղում ունես գլուխդ քորի, որտեղ հաց ենտեղ կաց։ Այդ որտեղ հաց ենտեղ կաց ամենազզվելին է, որ ես սարսափում եմ, որ դա արմատներ է տալիս։ Թող վիճակագրությունը մի հատ նայեն էլի։ Տարեկան քանի մարդ է գրին քարտի մասնակցում վիճակահանության։ Տարեց տարի մեծանում է այդ թիվը։ Թող նայեն թե Ռուսաստան գնացողների այնտեղ կոյուղի մաքրելու համար կամ ասֆալտ պռելու համար գնացողների կամ թեկուզ ցանկացած բանի կամ էլ գնա ռուսական FSB-ի ագենտ դառնալ, որ Հայաստանի հեժնանից են, հա։ Դրանց քանակը ինչքան է։ Բա ինչ են խոսում։ Նայեք սոցիալական ցանցերը, ովքեր են ամենապոռոտախոսները, այն Հայաստան գնացին գրավեն, Կարսնելա մերը, Վաննելա մերը, Սասունելա մերը, Կիլիկյանելա մերը, բոլորը մերն են։ Գիտեք ովքեր են ասում։ Ես պատկերացնում եմ դրանց հավաքական կերպարը։ Չգիտեմ, Մոսկվայում, Լոսում, Փարիզում ինչ-որ միտեղ նստած կոմպի առաջ գրում են, «Էլ ինչ մեծադղորդ բան ասեմ, որ ավելի հայրենասեր լինեմ»։ Այս սեր բառը, եթե ուզում է հայրենասեր, մայրասեր, հա, սեր բառը, եթե մենք չափման համակարգի մեջ ենք մտցնում, իսկ մենք մտցրել ենք, ընդ որում մտցնում ենք հենց փոքր ժամանակվանից պապային է շատ սիրում, թե մամային։ Առաջին անգամ երախու դիոդները խփում են, էլի չի հասկանում, լավ է, դա ավելի շատ սիրելը որն է։ Դրա համար մենք դաստիարակում ենք կեղծավորներ։ Երեխան հենց մի քիչ ուշքի է գալիս, պապայի բարեկամներն են հարցնում, պապային, մամայի բարեկամները, մամային, կամ էլ ասում են երկուսին էլ հավասար, որ նենց ասեն ապրես բալիկը։ Իսկ այդ դեպքում մենք, գիտեք, Շեքսպիրը ոնց է ասում, ամեն ինչ
չափի մեջ է գեղեցիկ սերն անսահմանության։ Եվ միակ գոյականը հրեական այդ 5 կտակարանում, որ Աստված բառի հետ հավասարման նշանով դրվում է, դա սեր բառն է։ Իսկ մենք այդ հայրենասիրությունն էլ ենք չափման մեջ մտցնում, մայրասիրությունն էլ, հասկանում եք, ազնվություն սիրելը, արժեքներ սիրելը։ Գնացողները պատմում են հաճախ, որ այնտեղ որտեղ գնում են, այնտեղ էլ հեշտ չի, հեշտ գործեր չեն անում։ Հաճախ անում են այնպիսի գործեր, որ այստեղ երբեք չէին անի։ Բայց այնուամենայնիվ մարդիկ շարունակում են գնալ, ինչու ձեր պատկերացմամբ։ Գիտեք, ես մեծ չեմ ուզենա խոսել, նաև մեղադրել։ Ես մեղադրում եմ այնտեղից պորոտախոսություն անողներին, բայց ոչ գնալու համար։ Եթե գնում են, ուրեմն Հայաստանի մտքի մարդիկ, իշխանության մարդիկ, Հայաստանի էլիտան է մեղավոր, որ գնում են։ Իրենք մեղավոր չեն, շատ նորմալ է։ Գիտեք, որովհետև շատ վիրավորական է։ Ձեզ եթե օտար մեկը փողոցում վիրավորի, դուք ինչ-որ կերպ կտակ կանցնեք, հետո կմոռանաք այդ մասին, կամ կվիճեք կանցնեք, հետո կմոռանաք այդ մասին, բայց ձեր ազգակիցն է դա անում, ձեր բարեկամը, ամենամոտիկ հարազատը, որի վրա դուք շատ ջանք եք թափել, չգիտեմ, աշխատել եք նրա համար, այդ անարդարությունը չեք կարողանում մարսել, այ մարդիկ առաջին հերթին գնում են այդ արժեքի բացակայությունից, արդարության բացակայությունից, ասում են ավելի լավ է, այնտեղ ես ստրկություն անեմ, ամենագարշելի գործն անեմ, բայց այստեղ հոգով ծնված ստրուկի աշխատողը չդառնամ, դա ինձ համար վիրավորական է, որովհետև այնտեղ ես որպես ֆիզիկական այս ներքևի մասը, հա, ամենաստորին մեր մասը ֆիզիկականով եմ ստրկության կամ չարքաշ կյանքի, իսկ այստեղ վիրավորում են իմ ամենաբարձրը, հոգևորը, այնտեղ գոնե իմ մարդ տեսակը վիրավորված չէ։ Ես այնտեղ համբալություն եմ անում, բայց որևէ մեկը քաղաքապետի հոր նման ինձ համբալ չի ասի, հասկանում եք, այդտեղից է սկսվում մեր ողբերգությունը։ Դրա համար ասում եմ, ես նրանց մեղադրելու ոչ մի բարյական իրավունք չունեմ եւ իրենց լրիվ հասկանում եմ, թե ինչու են գնում, որովհետեւ այստեղ չեն գտնում իրենց մարդ համարողներ չկան։ Ինչքան է որ ճորթո հրապարակներից գոռային ես ձեզ սիրում եմ։ Մենք իրոք արժեքային ճգնաժամի մեջ ենք։ Կարծում եմ, թե մենք մեր արժեքները պիտի կարողանանք դասել առաջնահերթությունները։ Դուք նախ խոսեցիք տաբուների մասին։ Ինչ տաբուներ պիտի մենք այսօր ունենանք, որ չունենք։ Մի հատն ասեմ էլի, որտեղ անընդհատ հիմա դրա մասին են խոսում։ Գիտեք, հрьяաները 2000 տարի թափառական ժողովուրդ լինելով, տարբեր երկրներում ապրելով, ինքնապահպանման բնազդից ելնելով, մարդիկ դարձել են ավելի ազատամիտ եւ ամեն ինչ իրենց կանանց, իրենց երեխեքին կհեգնեն, անեկդոտներ կպատմեն, բայց ոչ մի անեկդոտ չունեն ցեղասպանության, հոլոկոստի մասին։ Դա տաբու է իրենց համար եւ տաբու է ոչ թե նրա համար, որ ինչ որ մեկը գլուխը կկտրի կամ կապտակի իրեն, այլ որովհետեւ ինքն իրեն դա թույլ չի տա։ Տեսեք, մենք հիմա այդ տաբուն պիտի ունենանք, թե չէ։ Ովքեր այդ տաբուի վրա այով անցնում են, նրանք սրբապիղծներ են, ուրեմն սրբություն չունեն, ուրեմն ոչ մի բան չկա իրենց համար հաստատում, ամեն ինչ փոփոխական է, հայրենիքից սկսած լեզվով վերջացրած, որ հոգու հայրենիքն է լեզուն։ Դուք տեսնում եք այն ամբոստության ալիքը, որ պիտի լիներ դրա դեմ, կա այդ ամբոստության ալիքը։ Ամբոստության ալիքը կա, գիտեք, բայց ամբոստություն ինչ ենք պատկերացնում, որ անպայման պիտի խճակարերը վերցրած գլուխը ջարդել ինչ-որ մեկի կամ այդ ամբողջ թիմի։ Ամբոստությունը այն, որ ասում ենք լես տգետներին նայ, լես ուրացողներին, այս սրբապիղծներին նայ ու մեջքով ենք շրջվում։ Գյուստավ Լեբոնը շատ լավ բան է ասում, պայքարի երկու ձև կա, հա? Ակտիվ եւ պասիվ։ Մարդիկ հիմա պասիվ պայքարի մեջ են, այնպես չի որ Հայաստանում պայքարը մեռած է։ Այդ ղժղժան կանանիկ, որ խորհրդարանում ղժղժում են, այս կողմից կամ այն կողմից, կամ հրապարակներում, YouTube-յան ալիքներով, դրանք ուղղակի ձևականություն են անում, այս էլ պայքարի մեջ չեն։ Իսկական պայքարողները նրանք են, որոնք ասում են, չէ, իմ պապը մշեցի է, ես մշեցի չեմ, ճիշտ է, որտեղ այստեղ եմ ծնվել արդեն 3-րդ պորտ, 4-րդ պորտ։ Բայց ոչ ոք չի կարող, որևէ տգետ չի կարող մուշի մասին իմ երազը խլել ինձանից, որովհետև երբ որ մարդու երազը խլեցիր, մարդն առանց երազ չի կարող ապրել, տեղը ուրիշ երազ է լինելու։ Գիտեք, որ երազն է հիմա եկած լցված մեր մեջ մտած է Թալյաթի երազը, Էնվերի երազը, մենք ապրում ենք Թալյաթի երազներում հիմա։ Երբ ես մտնում եմ լսարան, տեսնում եմ այդ ուսանողների դեմքերը, ասում եմ, Թալյաթը ինչեր տված կլիներ, մենակ թե այս երեխեքը sense հայ երեխեքը չլինեին ու ես չլինեի, sense մենք միասին չլինեինք ու չխոսեինք ինչ-որ բանի մասին։ Հիմա երբ մենք իրար ոչնչացնում ենք, մենք Թալյաթի երազն ենք իրականացնում։
Երբ որ անիրավում ենք մեկին, որը ստիպված թողնում գնում են լոսում ապրելու, չգիտեմ, Նովոչերկասկում կոյուղի մաքրելու, մենք Թալյատի երազն ենք իրականացնում։ Ինչու՞, որովհետև 2 սերունդ հետո նրանք չկան։ Ուր են Այվազովսկու ժամանակվա հայերը Ռուսաստանի։ Օրեր գրողի ծոցն են գնացել։ Այն ինչ հայեր տեսնում եք վերջին շրջանի, Եղեռնից հետո եկածներն անգամ չկան, նրանց ծերունդները չկան, այս նոր գնացածներն են։ Այնպես որ մեզ չխափենք, մենք ունենք այսքան հայություն այսօր ունես, վաղը եթե դուրս գնացող չեղավ, այդ հայությունը չի լինելու։ Նոր Կիլիկիա չի սարքելու։ Ինչու, որովհետև տգետ էինք, որովհետև երբ որ երկիրը պատերազմի մեջ էր եւ մարդիկ վախից էին փախչում ժամանակին, չգիտեմ, պատերազմի ծնած օրինական, օրինավոր, օրինաչափ դժվարություններից էին փախչում։ Գոնե այնքան խելք ունենային, որ ուղղորդեինք ինչ-որ միտեղ, որտեղ երբևէ 100 տարի կամ 200 տարի հետո գուցե Կիլիկիա կլիներ մի հատ, որը կփրկեր հենց Մայր Հայաստանը, ինչպես որ դա արվեց։ Հա, գնացին ասավ, մինչև մողոլների Խաքանի մոտ գնաց ասավ, Հայաստանի համար անգամ բարեխոսեց։ Մենք այսպիսի բան չարեցինք։ Մենք աղի նման մեր գենը շախ տվեցինք ուղակի։ Հիմա շատ տխուր բան է տեղի ունենում, ըստ իս Արցախի մեր հայրենակիցները եկան ու հիմա գնում են տարբեր երկրներ։ Փաստորեն այդ երազն էլ է ցրվում։ Այստեղ մի քիչ կարող եմ մեղադրել, գիտեք, արցախցիներին, որովհետև ինքս շատ սերտ կապերով եմ կապված Արցախի հետ։ Արցախցիներ նույնիսկ այն սովետի ժամանակ ավելի շատ ոչ թե Արցախում կային, այլ Նախակովկասում եւ Հյուսիսային Կովկասում։ Ցարի ժամանակ դրանից առաջ այսօր Վրաստանում բոլնի Խաչեն ունենք, չէ՞, Խաչեն այդտեղից գնացածն են, այսինքն մշտապես գնացել են։ Բայց նա էլ կա։ Իսկ նրանք ովքեր որ պիտի մնան, նրանց ճիպոտներով անգամ Հայաստանից չես կարող քշել։ Այն մյուսներ կա, իհարկե կա։ Կարսը առանց կրակոցի հանձնվեց, գիտեք ովքեր կռվեցին Կարսում 20 թվականի հոկտեմբերին։ Միայն Ղարաբաղցի մահապարտների ջոկատներ որ կռվեց։ Մյուսները կան որ շորեր հակած փախան։ Դրա համար Աստծուն կայսրին չի կարելի էլի այդ ճոճանակը բերեմ, կամ աստվածացնել, կամ մինչև վերջ ստորացնել, այդպես չի։ Եթե մի պահանջ մենք կարող, ամեն ինչ մենք պետք է տանք մեր Հայաստան տեղափոխված արցախցիներին, բայց մի պահանջ պիտի ունենանք։ Պիտի ասենք այդ Հագարի կամրջի մոտ ձեր ռուսերենը թողած պիտի գաք։ Հիշում եք Պուտինի նկարներով, ես հասկանում եմ իրենց, այդպիսի բան պիտի անեին, որտեղ ռազմագերի էին իրենք, ռուս-թուրքական ռազմագերիներ էին, հասկանալի էր։ Հաջորդ օր իսկ սարքեցին Արցախի պաշտոնական լեզու ռուսերենը։ Նաև հայերենի զուգահեռ ռուսերենը սարքեցին։ Հիմա գոնե սա մեզ դաս կլինի, որ չհուսանք, թե եթե շողոքորթեցին, գծնեցինք ինչ-որ լավ բաներ դուրս գալու։ Պարոն Հրապետյան, ձեր պատկերացմամբ ով է խելացի մարդը։ Դուք ինչպիսին եք պատկերացնում։ Խելացի մարդը։ Գուցե լավ բան է, անհրաժեշտ պայման է մարդ լինելու համար, բայց բավարար չէ։ Չգիտեմ, խելացի մարդն չի էլ հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է ազնիվ մարդն ով է, արժեքներ ունեցող մարդն ով է։ Խելացին կարող է զուբրի տարած լինի, խելացի լինի, բայց հետո զուբրի տարածը կարող խելացի լինել։ Չէ, մենք դրանց ենք ասում, ով դիպլոմ ունի, ասում են, վայ, երեխես բարձրագույն ավարտ, այստեղ գործ ունի, դրա համար գնացել է Ռուսաստան։ Այսինքն ինչ է բարձրագույն ավարտ, այդ խելացին դա է, ինչով է չափում խելացին։ Ես ինքս չափման միավոր չունեմ։ Ես կարող եմ ասել ընդունակ, որը կարող է բացարձակ բարձրագույն կրթության, նույնիսկ տարական կրթության երես տեսած չլինել։ Այ ընդունակը լրիվ ուրիշ բան է։ Իսկ մենք ընդունակ ժողովուրդ ենք։ Մեր ժողովրդի մեծագույն մասը անհատների ընդունակ է։ Ուրիշ բան, որ միշտ ապաշնորհների ձեռքին է գտնվել մեր պետականությունը եւ սովետական իշխանության ժամանակ էլ գարշելի կոմունիստների ձեռքին է գտնվել, ռուս կամ ոչ ռուսիական չէ, եւ բնականաբար մեր հենց այդ ընդունակության վիժեցմանն են տարել։ Հենց մի հատ խելոք մեկը տեսնում էին, կամ Մոսկվայի են տանում այնտեղ իրենցով անելու, կամ էլ մի հատ այլազգի կին էին կողքը կպցնում, որ ձեռքներիցս տանեն, ուղակի տանեն։ Մեր էպոսից ենք, մենք մեր էպոսից բխում ենք, թե չենք բխում։ Գիտեք, հայերենում մի հատ բառ կա, հետաքրքիր է, այսօր դա էլ ենք մենք իմաստափոխել, ինչ որ մեկ է թե Լևի է գնացել, ասում ենք այլասերվածի մեկն է։ Այլասերված բառը գիտեք, որ ինչ ակունք ունի, այլից սերված, օտարից սերված։ Մենք օտար արժեքների վրա ենք հիմա դաստիարակվում, թե մեր արժեքների վրա։ Որոնք են մեր արժեքները։ Մենք ունենք դրանք, չէ՞ որ համամարտկային արժեքներ կան, կարող է ազնիվ հայ լինել, ազնիվ ֆրանսիացի, ազնիվ թուրք, ազնիվ ռուս, ազնիվ ամերիկացի, ազնվությունն է այստեղ արժեքը։ Ազնվությունը մենք որքան ենք մեզանից օտարել։
Նոր քիչ առաջ դուք որ շատ գեղեցիկ ասացիք այդ ժողովրդի անունից խոսելու համար ասացիք Թումանյանի խոսքերն են դա անկեղծ չենք վերնագրով այդպիսի հոդված ունի մարդը բան ու գործը թողեց տեսա որ գեղարվեստորեն գրել էր Սուտլիկ Վոսկանը գրել էր Ստախոսը հա այսպիսի բաներ գրել էր տեսավ չէ բան դուրս չի գալիս չեն հասկանում դրեց ստիպված եղա թերթի հոդված գրել անկեղծ չենք խնդրում եմ ձեր ակնդիրներին ու գնդիրներին էջուկես բան է թող մի հատ կարդան ճիշտ այսօրվա համար բա 1907 թվականից մինչև 2025 թվականը ոչինչ փոխված չլինի մեր աշխարհամբռնման մեր աշխարհզգացողության մեջ այս ճահճացումն է որ վտանգավոր է եթե ես ասում եմ ազգային արժեքներ դա ամենևին չի նշանակում չինական պատշարել դրսի դեմ ուղիղ հակառակը ես քիչ առաջ Դոստոևսկու եւ Եսենինի անունները տվեցի դրանց մեծության ուրիշ ազգայիններ ինձ հարազատներ չեմ կարող տալ երկուսն են դժբախտաբար ռուս որպես գրականության մաս բայց ոչ ազգությամբ ամենակարևոր բանը ինչ դուք գիտեք Հայաստանի մասին ինչն է Աստվածների երկիր է Հայաստանը ազնվության երկիր է պետք չէ բղծենք պատասխանենք տալու մի քիչ հավատով լինենք շնորհակալություն ձեզ շնորհակալություն